Ողջույն հարգելի բարեկամներ, մի քանի հարցեր կա, որի մասին ուզում եմ այսօր խոսեմ ձեզ հետ, բայց մինչ այդ ավարտվեցին ֆուտբոլի աշխարհի առաջնության 4-րդ եզրափակիչ հանդիպումները, արդեն պարզ են այն 4 թիմերը, ովքեր շարունակելու են պայքարը գավաթի համար, ուրեմն Իսպանիա, Ֆրանսիա, Արգենտինա եւ Անգլիա։ Հետաքրքիր է, որ հենց այս 4 թիմերը զբաղեցնում են FIFA-ի դասակարգման առաջինից մինչև 4-րդ հորիզոնականները եւ նրանք էլ դարձան կիսաեզրափակիչ մասնակիցներ։ Եվ նաեւ մի հետաքրքիր բան կա այստեղ, եթե Իսպանիան հանդիպի եզրափակիչում Արգենտինայի հետ, իսկ դա կարծում եմ ամենադիտարժան հնարավոր տարբերակներից հնարավոր 4 տարբերակներից ամենադիտարժան հանդիպումը կլինի, դա կլինի այս երկու ֆուտբոլային մեծ տրադիցիաների եւ մեծ պատմություն ունեցող երկրների ընդամենը երկրորդ հանդիպումը մունդիալներում։ Առաջին եւ վերջին անգամ այս հավաքականները հանդիպել են հեռավոր 1966 թվականին։ Իմ ձեռքի տակ Գոմսյան Աշոտի իմ լավ ավագ ընկերոջ գիրքն է, հրաշալի գիրքն է։ Եվ այստեղից իմանում ենք, որ 66 թվականին աշխարհի առաջնությունը տեղի ունենում Անգլիայում, եւ այդ երկու հավաքականներն ընդգրկված են եղել B խմբում, B ենթախմբում Արգենտինայի եւ Իսպանիայի հավաքականները, Արգենտինան զբաղեցրել է երկրորդ հորիզոնականն, երրորդը Իսպանիան դուրս չի եկել 4-րդ եզրափակիչ եւ նրանց միջև տեղի ունեցած առաջին եւ վերջին, ինչպես ասացի, հանդիպումը տեղի ավարտվել է 2-1 հաշվով։ Հիմա վերադառնանք, հարգելի բարեկամներ, մեր գառներին կամ ժամանակակից քաղաքագիտական հայկական սլենգով ասած, մեր շակալներին։ Հարցազրույց է տվել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, եւ ես կուզենայի անդրադառնալ այդ հարցազրույցին։ Դավիթ Տոնոյանը նախկինում զբաղեցրել էր արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոն, նախկինում զբաղեցրել էր Պաշտպանության փոխնախարարի պաշտոն, եղել էր Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը 0-ական թվականներին ՆԱՏՕ-ի ուժերում։ Դավիթ Տոնոյանը եղել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարարը այն ժամանակ, երբ Փաշինյան Նիկոլը իր ջոկատի հետ մայիս ամսին մասնակցում էր ապրիլյան պատերազմին։ Եվ այս դրվագը ուշագրավ է նրանով, որ այդ ընթացքում հայկական գունդը շարում են, որպեսզի Փաշինյան Նիկոլը ելույթ ունենա գնդի առաջ, դա 16 թվականն է։ Դա ուշագրավ է նրանով, որ գունդ են շարում, որպեսզի այն անձնավորությունը, ով տարիներ շարունակ ամենաընդդիմադիր հռետորաբանությամբ է հանդես եկել Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում, աֆիցերների եւ զինվորների դեմ ինչ-որ խոսքով հանդես գա։ Դուք պատկերացրեք абսուրդի վիճակը։ Ենթադրենք Ռուսաստանում Վլադիվոստոկում կամ Կրասնոդարում աֆիցերներին ու զինվորներին ինչ-որ մի զինվորական ստորաբաժանման շարում են, որպեսզի ելույթ ունենա նրանց առաջ, ենթադրենք Յաշինը, որպեսզի ելույթ ունենա նրանց առաջ, ենթադրենք, չգիտեմ, որպեսզի ելույթ ունենար, ենթադրենք Նավալնին։ Այդպիսի բան կարող է տեղի ունենալ, ոչ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցել է։ Եվ Դավիթ Տոնոյանը այդ ժամանակ պաշտպանության փոխնախարար էր, ես համարյա վստահ եմ, որ դա տեղի է ունեցել իր միջնորդությամբ։ Իմիջիայլոց, երբ 20 թվականին ես սրա մասին պոստ գրեցի,
168-ի լրագրողը այդ ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր, 168-ի լրագրողը զանգել էր Սեյրան Օհանյանին, ասել էր, որ ես այսպիսի post եմ արել, խնդրել էր բարձաբանում, Սեյրան Օհանյանը ասել էր, դե ինչ կա, եթե այդ անձնավորության խոսքը պետք է ոգևորեր զինվորներին, իսկ ինչ կա դրա մեջ։ Հետո 168-ի լրագրողը զանգել էր Լևոն Մնացականյանին, ով այդ ժամանակ Արցախի ՊԲ հրամանատարն էր, բայց Լևոն Մնացականյանը եղել էր անհասանելի, ես կարծում եմ, որ հենց Դավիթ Տոնոյանի միջոցով էլ դա եղել է, նաև հիշեցնեմ, որ Թավշյա Ողջբխնի խեղճատակությունից հետո Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանին նշանակեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ Դավիթ Տոնոյանը հարցազրույցի ժամանակ ասում է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դա պարտություն չի եղել։ Ուրեմն կա հստակ ձևակերպում, ինչ է իրենից ներկայացնում կապիտուլյացիան։ Կապիտուլյացիան դա պայքարի շարունակության դադարեցումն է, կարող եք վերցնել ցանկացած բառարան նայել, հակառակորդ կողմի պայմանների ընդունմամբ։ Եվ դու ընդունում ես հակառակորդ կողմի պայմանները եւ պատերազմը, պայքարը, կռիվը դադարեցնում ես, կոչվում է կապիտուլյացիա։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հայկական կողմի համար Դավիթ Տոնոյան եղել է կապիտուլյացիա։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հայկական կողմի պարտավորությունների մասին է, ինչքան ուզում եք Քոչարյանը Անդրանիկը հանրայինի եթերներում ասի, որ 1-ից 8-րդ կետերը, ասում է, 1-ից 8-րդ կետերը այլ պետությունների պարտավորության մասին էին, եւ դա խախտվել է այդ պետությունը։ Սա հայկական պետության պարտավորությունների մասին է, որտեղ այն պարտավորվել էր դուրս բերել հայկական զորքերը Լաչինից, ինչ-որ մինչև X ժամանակը Քելբաջարից, Կուբատնուից եւ նաեւ պարտավորվել էր параллельно с дислокацией российских войск выводятся армянские вооруженные силы։ Այս դրույթը 6-րդ կետի դրույթը, ինչպես նաեւ հետագայում ադրբեջանցիների մեկնաբանությունը եւ նաեւ 22 թվականի հոկտեմբերին Հայաստանի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչումը թույլ է տալիս սպնդելու, որ այս ֆրագմենտը դրա մասին էր, որ Արցախում այդ 2500 քառակուսի կիլոմետր դեռևս ոչ ադրբեջանական Արցախում զինված հայ տղամարդ պիտի չլիներ։ Սա եղել է պարտավորություն հայկական կողմից եւ սա ոչ այլ ինչ է, քան կոնկրետ կապիտուլյացիա։ Դավիթ Տոնոյան շատ կոնկրետ կապիտուլյացիա։ Դավիթ Տոնոյանը նաեւ խոսեց, այսպես հպանցիկ խոսեց հոկտեմբերի 10-ի հրադադարի վերաբերյալ, ասելով, որ այն խախտել է Ադրբեջանը։ Իհարկե ինքը այս սուտը ասելուց հետո գլուխը մի պահ կախեց, որովհետեւ ինքը հասկանում է, որ սա սուտ է։ Ես մեկ անգամ ուզում եմ ասել, ես հոկտեմբերի 10-ի հրադադարի վերաբերյալ հարգելի բարեկամներ, ես երևի 100-ին մոտ լայվեր, հարցազրույցներ եւ գրառումներ եմ արել, 100-ին մոտ։ Ես հաղորդումներ եմ ունեցել հոկտեմբերի 10-ի հրադադարի վերաբերյալ պոլիտիկայի կայքում, առանձին լայվեր եմ երել, հարցազրույցներում եմ ասել, Մուրադյան Արտակի մոտ եմ խոսել եւ այսպես շարունակա։ Հոկտեմբերի 10-ի հրադադարը Ադրբեջանը բացարձակապես պետք չուներ խախտելու։ Հոկտեմբերի 10-ի հրադադարը խախտվել է հայկական կողմի կողմից։ Ես վստահ եմ, որ այդ հրադադարի խախտումը նաեւ եղել է պարտադրված արևմուտքի կողմից։ Եվ նաեւ Դավիթ Տոնոյանը դեռ պիտի պատասխանի այն հարցերին, թե ինչու էր, ճիշտ է, այս լրագրողները այդ հարցերը չեն տա, որովհետեւ սա մի անսամբլ է, հարգելի բարեկամներ, լրագրողներ, նախկին պաշտոնյաներ, ներկա պաշտոնյաներ, մի անսամբլ է։ Դեռ Դավիթ Տոնոյանը պիտի պատասխանի, դեռ Օնիկ Գասպարյանը պիտի պատասխանի, թե ինչու էր ամեն անգամ հրադադարի ռեալ հնարավորությունից 5 պակաս կամ անց 5 հայկական կողմը խփում Գյանջայի բնակելի թաղամասերին։ Ինչու։ Ակնհայտ է, որ այն ունեցել է երկու մոտիվ։ Առաջինը չդադարեցնել պատերազմը, ռազմական գործողությունները, երկրորդ ստիպել Ադրբեջանին, որպեսզի նա
համարժեք պատասխանի հայկական կողմին, իսկ համարժեք պատասխանը կլիներ Գյումրիի ռմբակոծությունը, որտեղ գտնվում էր ռազմաբազա։ Այս հարցերին Դավիթ Տոնոյանը եւ Օնիկ Գասպարյանը ինչքան էլ գտնվեն այս երկու ստահակները Սերժ Սարգսյանի հովանավորության տակ, այս հարցերին իրենք պետք է պատասխանեն։ Վաղ ժամանակը կգա, իրենք այս հարցերին պատասխանելու են։ Սերժը հո հավերժ չի, Տոնոյան Դավիթ։ Սերժը հավերժ չի, Օնիկ Գասպարյան։ Ծեր մարդ է, այսօր կա, վաղը կարող է չլինել։ Նաև մեկ անդրադարձ եմ ես ուզում անել, հարգելի բարեկամներ, հիշում եք, երբ տեղի ունեցավ եկեղեցու դեմ պայքարի ուժգնացում տեղի ունեցավ, մի տարի առաջ այս ֆազան սկսվեց, դուրս եկան բլոգերները, լրագրողները, քաղաքական գործիչները եւ սկսեցին դրանում մեղադրել Ադրբեջանի հոգևոր առաջնորդը։ Ասելով, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը պատվիրել է Փաշինյան Նիկոլին, որպեսզի հարձակվի եկեղեցու վրա։ Ես այդ ժամանակ բազմաթիվ գրառումներ եմ արել, բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել, բազմաթիվ ուղերձներ եմ ունեցել, տեսաուղերձներ եմ ունեցել, որտեղ ասել եմ հետևյալը. այս հարձակման հետ կապված Ադրբեջանի հոգևոր առաջնորդը բացարձակապես կապ չունի։ Նաև կային մարդիկ, ովքեր ասում են այս հարձակումը հովանավորվում է Պոլսո պատրիարխի կողմից, եւ ես ասել եմ նաև, որ arczepiskopos Մաշալյանը եւս կապ չունի այս հարձակման հետ։ Իմիջայլոց arczepiskopos Մաշալյանը, երբ Փաշինյան Նիկոլը գնացել էր Ստամբուլ, Փաշինյան Նիկոլին ոչ մի հայ քահանա, ոչ միայն arczepiskopos Մաշալյանը պատրիարխը չընդունեց, այլ նաև որևէ քահանա չդիմավորեց, չընդունեց Փաշինյան Նիկոլին։ Ես ասել էի, որ սա հովանավորվում է եւ սա ուղղորդվում է արևմուտքի կողմից, ընդհանրապես եւ մասնավորապես Վատիկանի կողմից։ Եվ դուք տեսաք, հարգելի բարեկամ, նաև վերջերս ռուս բանկերները զանգել էին ԵԱԿ բարձրաստիճան պաշտոնյայի, որտեղ ըստ էության հաստատվեց այս ամենը։ Եվ հիմա հետաքրքիր է այն մարդիկ, ովքեր այս հարձակման իրական պատվիրատուի անունները այդ ուժերին կոծկում են դնելով ադրբեջանցիների վրա, իրանք ինչ պիտի ասեն։ Իհարկե ադրբեջաներին կարող է հաճելի է այն ինչ տեղի է ունենում, այն բացասական է ինչ տեղի ունենում հանրապետում, բայց այնպես չէ, որ ինձ պիտի դուք բարթեք ադրբեջանցի ու պիտի բարթեք երի վրա։ Մոլորեցնելով մարդկանց եւ պարտակելով իրական դեպքում իրական պատվիրատուների անունները եւ թշնամիների անունները։ Գագիկ Ծառուկյանը Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրում է արհամարելով հայ առաքելական եկեղեցու բազմադարյա անդույթները, տրացիաները։ Գագիկ պանդույթ է եւ սա ինչ է Փաշինյան Գագիկյանին։ Arczepiskopos Մաշալյաններ այս հրադադարձյանին։ Իմիջայլոց նրա արածը ավելի մեծ հարված է առաքելական եկեղեցուն, ինչ արեց հետո Փաշինյան Նիկոլը գաղտնացելով եկեղեցու arczepiskoposների episkoposնական կյանքորոշերով։ Դա որ պատմության մեջ նրա արածը կա, որ ավելի վնաս, մեծ եթե իհարկե կարողանա ավարտի։ Մեզ պետք է միայն առերեսվել, ընդունել իրականությունը եւ իմանալ ճշմարտությունը։ Սուրբ գրքում գրված է, որ ճշմարտությունը կիմանաք եւ այն ձեզ կազատե, եւ Փաշինյան Նիկոլին ու այս ռեժիմին պիտի պայքարի պիտի դուրս գան այն մարդիկ, ովքեր կարողանում են գնալ ճշմարտության հետևից, գնալ արդարության հետևից։ Մնացած բոլոր պայքարի եղանակները ձախողված են, ու կարճաժամկետ կարող է ինչ-որ հաջողություն լինի, բայց երկարաժամկետ պետության համար, ազգի համար նրանք ունենալու են զրոյական արդյունք։ Եվ ես վստահ եմ, կգա այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը կամ ազգային անվտանգության ծառայության տնօրենը
պետական հեռուստաընկերությունից կսկսի խոսել իրականում հայ ազգի հետ տեղի ունեցածի մասին, ցույց դնելով դոկումենտներ եւ դրանից անմիջապես հետո կհետևեն կոնկրետ գործողություններ։ Այն մարդիկ, ովքեր այս ամենի հեղինակներն են, պիտի կանգնեն դատարանի, պիտի կանգնեն դատաստանի առաջ եւ հայ ժողովուրդը պիտի ազատվի իրեն հեծած ստահակ հայերից, իրեն հեծած գործակալ հայերից, այլ պետությունների հրահանգները, հրամանները, դիրեկտիվաները հայ ժողովրդի հաշվին կատարող հայերից։ Ես ձեր տիրոջ մերը